Մի դատիր, որ չդատվես, ավելի լավա 20 հոգու վերցնեիր, գնայիր ծեծեիր ջարդեիր, քանց թե ոստիկանություն դիմեիր։ Մի դատիր, որ չդատվես, դու շատ սխալ արիր։ Աստված քեզ էլա դատելու նման կերպով, ոնց որ դու իրեն դատեցիր։ Ու սա ասում է ինչ-որ մի հավատացյալ։ Այսինքն 20 հոգով գնան մեկին ծեծեն ջարդեն, դա մեղք չի համարվում, բայց որ գնաս ոստիկանություն դիմես, դա մեղք է։ Աստվածաշնչով ցույց տվեք, որ դա մեղք է։ Ես խի եմ անդրադառնում այս թեմային, որովհետև գիրքը բացում կարդում են Մատթեոս 7-րդ գլուխ առաջին խոսքը։ Մի դատեք, որ չդատվեք։ Всё, էլ իրանց չի հետաքրքրում շարունակությունը, ինչի մասին է, Պողոս առաքյալի կյանքին, որ վտանգ էր սպառնում, չգնաց կայսրին դիմեց։ Մի հատ ձեր միջից հանեք էլի այդ մտածելակերպը։ Վերջի վերջո Քրիստոսին եք ընդունել։ Հովհաննեսի ավետարանում ասում է արդար դատաստան արեք։ Մի դատեք, որ չդատվեք, այդ արտահայտությունը, որ ուզում եք հասկանաք միտքը։ Կարդացեք Մատթեոս 7-րդ գլուխ առաջինից 6-րդ խոսքերը։ Ես չեմ կարդալու։ Ես ուզում եմ այդ հավատացյալները, որ սխալ են հասկացել։ Մի հատ բաց են գիրքը կարդան, ասենք 1-ից մինչև 6-րդ խոսքը կարդալը ընդամենը 30 վայրկյան է տևելու։ Էդ էլ չեք անում։ Մի դատեք, որ չդատվեք այդ խոսքերին, որ մենակ ուշադրություն դարձնենք։ Էլ իմաստը որն է, որ ես ավետարան եմ կարդում, Աստծո խոսք եմ քարոզում։ Մենակ ասեի՝ մի դատեք, որ չդատվեք, մարդիկ կասին՝ «Всё, էլանք մենք մեր աշխարհիկ հաճույքներով»։ Նույնն էլ եկեղեցում տեղի կունենար։ Մեկը մի հատ սխալ բան կաներ, դիմացինը կհանդիմաներ, կասեր՝ «Եղբայր, գիտես ինչ կա, այս մի բանը սխալ ես անում»։ Երրորդը կամ էլ հենց ինքը կասեր՝ «Մի դատիր ինձ»։ Եթե Աստվածաշնչից ինչ-որ մի հատված եք տեսել, խնդրում եմ ուղակի ամբողջությամբ ընթերցեք, ամբողջ գլուխը ընթերցեք, որ պարզ լինի, որ հասկանալի լինի։ Կոնկրետ Քրիստոսը ինչ նկատի ուներ՝ մի դատիր, որ չդատվես, եւ այլն եւ այլն։ Այսքանը։